Տիկին Փոստանջյան ամիսներ շարունակ Նոր Հայաստանի հիմնադիր խորհրդարանի եւ Սասնա Ծռեր խմբի համակիների կողմից Ազատության հրապարակը շարունակում էր զբաղեցված լինել։ Մենք այսօր տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիրն է այնտեղ հանրահավաք իրականացրել սեպտեմբերի 10-ին։ Սա խոսում է այն մասին, որ օրինակ Սասնա Ծռերը ձախողվեցին եւ հենց այս շարժումները ձախողվեցին եւ այդ պատճառով է, որ այսօր մենք տեսնում ենք այսպես տարբեր քաղաքական ուժեր Ազատության հրապարակը զբաղեցնելու հայտ են ներկայացնում։ Ես ձախողման մասին չեմ կարող խոսել, որովհետև չեմ կարծում, որ ձախողվել է, ընդհակառակը մենք հիմա ապրում ենք հետ Սասնա Ծռեր շարժման ընթացքը եւ այս ընթացքի մեջ է, որ մենք պետք է ներկայացնենք քաղաքական օրակարգը եւ սպասարկենք այդ քաղաքական օրակարգը։ Այն, որ Ազատության հրապարակում պարբերաբար կարող են լինել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իհարկե դա ողջունելի է, որովհետև մենք կողմնակիցն ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի իրապես բազմակարծություն եւ բազմակարծության հիման վրա ձևավորվի մեր ազգային քաղաքական օրակարգը, որը պետք է ներառի մեր ժողովրդի բոլոր ցանկությունները եւ հնարավորինս կարողանանք սպասարկել այդ բոլոր ցանկությունները։ Ես ողջունում եմ, շատ լավ է, որ կա բազմակարծություն, բազմաբևեռ մոտեցումներ եւ այս բազմաբևեռ մոտեցումների ներքո է պետք է էփվի եւ նաեւ ի հայտ գա այն քաղաքական օրակարգը, որը պետք է սպասարկի մեր ժողովուրդը, որովհետեւ մենք ապրում ենք արդեն հետ Սասնա Ծռերի շարժման գործընթացը եւ շարժման գործընթացը իրեն մեջ ենթադրում է նոր մոտեցումներ եւ հետեւաբար նոր մոտեցումները պետք է հրապարակվեն եւ ես չեմ կարծում, որ տարբեր խմբերի կողմից ներկայացվող մոտեցումները չպետք է հրապարակվեն, այլ ընդհակառակը նրանք պետք է հրապարակվեն եւ ժողովուրդը ինքը պետք է կատարի ընտրություն այդ հրապարակված արդեն ծրագրերի եւ մոտեցումների մեջ։ Իր ծավալուն ելույթով Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է եւ առանձնահատուկ ընդգծել է Հայաստանում, այսպես ասած, պրոամերիկյան, պրոռուսական, պրոեվրոպական ուժերի մասին։ Նա նշել է, մեջբերում է, մենք պակաս վտանգավոր չենք համարում քաղաքական դաշտը հեղեղված պրոամերիկյան, պրոռուսական, պրոեվրոպական ուժերին, որոնք հայաստանյան իրականությունը տեսնում են պետդեպարտամենտի, Կրեմլի կամ Եվրոխորհրդարանի պատոհաններից։ Սա վտանգավոր եւ սեփական ուժերի նկատմամբ մեր ժողովրդի հավատքը խաթարող գործելակերպ է ու մեր կարծիքով պետք է արմատախիլ արվի Հայաստանից։ Նա նաև նշել է, որ պրոռուսական քաղաքական ուժեր մեր երկրին պետք չեն, ինչպես նաև պետք չեն պրոամերիկյան ուժեր եւ նշել է, որ նման ուժերը հակահայկականություն են ըստ էության։ Ես չեմ կարող ասել, որ մենք նախ պրոամերիկյան ուժ ենք, մենք ընդհակառակը հայկական ուժ ենք եւ ով որ նշում է, մատնանշեցիք դուք այս հեղինակին, պետք է ասեմ, որ այս հեղինակը ինքն է պրոռուսական ուժ, որովհետեւ վերջերս երբ շրջանառության մեջ էր դրված ԵՏՄ-ի անդամակցությունը դադարեցրելու մասին օրինագիծ, այս անձը ինքը կողմ էր, որ մենք մնայինք ԵՏՄ կազմում, իսկ մինչդեռ ԵՏՄ կազմը հենց ինքը պրոռուսական միավորում է եւ պրոկրեմլյան սպասարկում ունի։ Հետևաբար, երբ խոսում ենք ինչ-որ մի թևին կամ ինչ-որ մի աշխարհաքաղաքական ուժին հարելու մասին, առաջին հերթին պետք է սկսեն ամեն մեկը իրենից։ Ես կողմնակից եմ բոլոր այն մոտեցումներին, ովքեր որ կարող են սպասարկել մեր հայկական քաղաքականությունը, իսկ մեր հայկական քաղաքականությունը ենթադրում է ժողովրդավարություն, մեր հայկական քաղաքականությունը ենթադրում է ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստան, մեր հայկական քաղաքականությունը ենթադրում է առնվազն այս պահին 42,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա բուն հայկական տարածք է սա, տարածքի վրա հայկական պետականություն, որը պետք է նաև ընդլայնվի իր պատմական հայրենիքի բոլոր տարածքներում։ Ես սա եմ ենթադրում, սա է մեր քաղաքական օրակարգը եւ սա է հենց այն քաղաքականությունը, որը մենք պետք է նաև բանեցնենք թե Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցելիս, թե նաև Արևմուտքի հետ համագործակցելիս, Եվրոմիության հետ կամ Միացյալ Նահանգների։ Ինչ է կարծում, քաղաքական ուժը իր արտաքին կողմնորոշման մեջ չպետք է հստակ լինի։ Իհարկե միանշանակ պետք է լինի հստակություն,
Մենք չենք կարող անդամակցել այնպիսի միություններին, որոնք ավտորիտար միություններ են, որոնք մեր տնտեսության համար վնասաբեր են, մենք դրանց չպետք է անդամակցենք։ Դա միանշանակ է եւ հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները կապված Ռուսաստանի Դաշնության ծավալապաշտական քաղաքականության հետ, մենք պետք է զգուշավոր լինենք։ Դա միանշանակ է եւ այստեղ պետք է մենք ունենանք հստակ մոտեցումներ։ Իհարկե Ռուսաստանի Դաշնության հետ մենք պետք է ունենանք հարաբերություններ, բայց այդ հարաբերությունները պետք է բխեն մեր ինքնիշխանությունից, այլ ոչ թե հպատակությունից կամ ընդհանուր մի տնտեսական կամ միասնական պետականություն ունենալու սկզբունքներից։ Մինչդեռ այս պահին կարծում եմ այդպիսի քաղաքականություն է, որը վնասաբեր է հայ ժողովրդի շահերին եւ նպատակներին։ Տիկին Փոստանջյան Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել է նաև ընդդիմությանը, նա նշել է, որ մեջբերում եմ, մենք պետք է փոխենք Հայաստանում հաստատված ավանդական ընդդիմադիր ընկալումները, հին ընդդիմադիր աշխարհայացքը քաղաքացուց պահանջում է հավատալ ու վստահել եւ այսպիսով հեշտ է ընկալման համար, մանավանդ երբ ասելիքը զուգորդվում է համախմբվելու, իրար գլխի հավաքվելու, ազգը փրկելու լալա հառաչ կոչերով։ Մեկ ընդդիմությունը քաղաքացուն կոչ է անում ոչ թե հավատալ եւ վստահել, այլ հասկանալ եւ գնահատել։ Հին ընդդիմությունը խոստանում է իշխանափոխություն եւ չի անում։ Մեկ ընդդիմությունը քաղաքացուն առաջարկում է կառուցել այդ իշխանափոխությունը, մասնակցել ու հետևել դրա կառուցման ընթացքին։ Նախ եւ առաջ ինչպես է գնահատում մեկ ընդդիմություն գաղափարը, երբ փաստորեն Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշում է, որ այլևս դեմ են իրենք ցանկացած դաշինքների եւ քաղաքական ուժերի հետ համագործակցություն կլինի այն դեպքում, երբ նրանք փաստորեն իրենք կորոշեն գալ եւ միանալ քաղաքացիական։ Ընդհանուր առմամբ վերջերս պարոն Փաշինյանը իր ելույթներում մեջ անընդհատ ընդգծում է իր բացառիկության միայնակ լինելու, մեկը լինելու վերաբերյալ։ Ես կարծում եմ սրանք ավտորիտար մոտեցումներ են, որը վաղուց արդեն հնում են մնացել եւ ներկայիս մեր հանրությունը պահանջում է նոր մոտեցում, ոչ թե միակի եւ մեկի վերաբերյալ, այլ ինքը ցանկանում է տեսնել եւ բազմակարծություն եւ նաեւ օրակարգ, որը հնարավոր է իրեն դուր գալ եւ սպասարկի այդ օրակարգը քաղաքական օրակարգի մասին է խոսքը, այլ ոչ թե միակության եւ բացառիկության վերաբերյալ է խոսքը։ Մենք պետք է խոսենք այսօր քաղաքական օրակարգի մասին։ Քաղաքական օրակարգ, որը ենթադրում է ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն, որը ենթադրում է, որ այն 25 տարիները, որ մենք անցել ենք, դրանց դատապարտում, անցումային դատավարություն, լուստրացիա, այսինքն մենք պետք է բացահայտենք ովքեր են այլ պետությունների գործակալները։ Այս ամենը պետք է լինի քաղաքական օրակարգի մի մաս։ Բացի այդ, պետք է ունենանք նաև քաղաքական մենաշնորհի վերացում, որը այս պահին գործում է։ Միակ ընդդիմության մասին, երբ մարդը խոսում է, նա խոսում է նաև քաղաքական մենաշնորհի մասին։ Իսկ մենք ցանկանում ենք վերացնել այդ քաղաքական մենաշնորհները։ Պետք է լինեն հավասար պայմաններ բոլորի համար եւ քաղաքական ուժերը հավասարապես հնարավորություն պետք է ունենան իրար հետ միմյանց հետ մրցելու, այլ ոչ թե ասելու, որ ես միակն եմ, բացառիկն եմ։ Նույնն էլ անում է հանրապետական կուսակցությունը, նա ասում է ինքն է միակը, ինքն է բացառիկը։ Մինչդեռ դա սխալ մոտեցում է, որ մեկ միության մեկ միակ ընդդիմադիր լինելու անհրաժեշտություն չկա, այն նշում է, որ մեկ ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն Հայաստանում միշտ ներկա է եղել։ Ես չեմ կարծում, որ մեկ կամ միակ կամ բացառիկի խնդիր կա։ Այս պայդրությամբ կա խնդիր քաղաքական օրակարգի։ Իսկ քաղաքական օրակարգը ասում է այն մասին, որ դու ինչպիսի մոտեցումներ ունես այսօր աշխարհաքաղաքական գործողությունների եւ գործընթացների վերաբերյալ։ Աշխարհաքաղաքական գործընթացները մտել են նոր փուլ զարգացման։ Դա Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վերաբերմունքն է, Թուրքիայի Հանրապետության նկատմամբ վերաբերմունքն է, մեր միասնական պետականության նկատմամբ վերաբերմունքն է, ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքն է։ Այս սա է քաղաքական օրակարգը այսօր, այլ ոչ թե միակությունը կամ բացառիկությունը։ Դուք այս բaragայում տեսնում եք ընդհանրապես համագործակցության հնարավորություն այս փուլում, այս ելույթից հետո։ Ես նորից եմ կրկնում, մենք համագործակցենք այն քաղաքական օրակարգի հետ, որը ժողովրդի քաղաքական օրակարգն է, իսկ ժողովրդի քաղաքական օրակարգը թիվ 1 այսօր։ Իհարկե, այս իշխանության տապալումն է առաջի հերթին։ Երկրորդը ժամանակավոր կառավարման մի մեխանիզմի ստեղծումն է, որը պետք է սպասարկի ապագա
իրապես ժողովրդավար հավասար պայմաններում ընտրությունները։ Այս 25 տարիների ընթացքում մենք չենք կարողացել անցկացնել ընտրություններ։ Իսկ որպեսզի քիչ թե շատ ժողովրդավար համակարգը գործի, պարտադիր պետք է լինեն ընտրություններ։ Ընտրությունների միջոցով պետք է փոխվի իշխանությունը։ Մինչդեռ մենք տեսել ենք, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել իշխանությունը։ Եվ հիմա, երբ ինչ-որ մի քաղաքական ուժ իր բացառիկության մասին է հայտարարում եւ ասում է, որ ինքը կարող է փոխել եւ փոփոխման աղբյուր դառնալ, ես չեմ հավատում այդ քաղաքական ուժին։ Եվ վերջերս այս քաղաքական ուժը մասնակցեց Հրազդան քաղաքում ընտրություններին եւ մենք տեսանք, թե ինչպիսի ընտրություններ տեղի ունեցան։ Եվ այդ ընտրությունները նրանք ընդունեցին իգիտություն եւ չբողոքարկեցին։ Հետեւաբար մասնակցությունը դեռ ապահովագրում չէ, որ իրապես տեղի կունենա իշխանափոխություն։ Մենք գիտենք Հրազդան քաղաքում ով է քաղաքապետը։ Երկար տարիներ պաշտոնավարել էր հանրապետական կուսակցության ներկայացուցիչը եւ երկար տարիներ քաղաքին վնաս էր պատճառել։ Քաղաքը չի ծաղկում, քաղաքը մեռնում է եւ նորից ինքը ընտրվեց ինչի, որովհետեւ տեղի չունեցան, ինչու ընտրվեց, որովհետեւ տեղի չունեցան ընտրություններ եւ փաստացի մենք ընտրության միջոցով չկարողացանք փոխել իշխանությունը մի փոքր քաղաքում Հրազդանում, իսկ լայնամասշտաբ փոփոխություն այսպիսի ընտրական համակարգով եւ այսպիսի քաղաքական գործընթացներով ես չեմ կարծում, որ հնարավոր է։